Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 25-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե թիվեք իրադարձություն ուկրաինական պատերազմի հավանական հանգուցալուծումն է, որի ուղղությամբ խառնված են եւ Միացյալ Նահանգների նախագահ եւ Ուկրաինա, Ռուսաստան, Եվրամիություն, ՆԱՏՕ բոլորը սպասում են այդ արդյունքներին, թե ինչ պետքա տեղի ունենա եւ որի արդյունքում ինչ աշխարհակարգ կլինի, կհարգվի թույլի իրավունքը, թե կպատժվի ագրեսորը, թե կհարգվի ուժի իրավունքը, որի պարագայում էական է, թե ինչ կլինի նաեւ մեզ համար, որը կլինի մեր տեղն ու դերը նոր աշխարհակարգում։ Դրա համար նայենք առանձնապես նաև տեսնում ենք եվրոպական երկրների, բավական ակտիվ երկրների հակադարձումները, ինչքան էլ իրանք կոռեկտ լինեն Միացյալ Նահանգների նախագահի հետ կապված, այնուամենայնիվ իրանք իրենց անհամաձայնությունն են ցույց տալիս Ուկրաինային որևէ բան պարտադրելու հարցում։ Դրա համար կոնկրետ տեսնենք ինչ է կատարվում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ քաշված խաղաղության պլանը ճիշտ ուղղությամբ քայլ է, սակայն կան ասպեկտներ, որոնք բարելավման կարիք ունեն, որպեսզի այն ընդունելի դարձնեն Ուկրաինայի եւ Եվրոպայի համար։ Այսինքն Եվրոպան շատ դժգոհ էր հատկապես նրանից, որ իրենք մամուլից իմացան, որ նման առաջարկ է անում Ամերիկայի նախագահը, շրջանցելով ուղղակի Եվրոպան, դա շատ տարօրինակ է, իսկ հետագա արդեն բոլոր հայտարարությունների մեջ արդեն ասում էին եվրոպական գործընկերների հետ կճշտենք, էս կանենք, այն կանենք։ Եվ Ուկրաինային ներկայացվեց 28 կենտրոնոց առաջարկ եւ քննարկումների արդյունքում իրավիճակը էականորեն փոխվեց։ Մակրոնի խոսքով Ֆրանսիան եւ եվրոպացի գործընկերները աջակցում են խաղաղությանը, բայց ոչ այնպիսի խաղաղության, որը կնշանակի կապիտուլյացիա Ուկրաինայի համար։ Այսինքն այդ 28 կետանոցը Մակրոնի եւ իր եվրոպական գործընկերների տեսանկյունից դիտարկվում էր կապիտուլյացիա, որի հետ իրանք դա անընդունելի էին համարում։ Նա ընդգծել է, որ միայն ուկրաինացիներն ունեն իրավունք որոշել, ինչ տարածքային զիջումների կարող են պատրաստ լինել։ Նախագծված պլանը ավելի շատ պատկերացում է տալիս այն մասին, ինչն ընդունելի է ռուսների համար, բայց դա դեռ չի նշանակում, որ ընդունելի պետք է լինի ուկրաինացիների կամ եվրոպացիների համար, ասել է Մակրոնը։ Այսինքն հերթական անգամ Մակրոնը, եթե նույնիսկ ակնարկի ձևով ասենք, ցույց է տալիս, որ այն առաջարկը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներն արել է Ուկրաինային, դա Ռուսաստանի ցանկությունների հավաքած ամփոփ պատկերն է։ Ռուսաստանն է այդ ցանկությունների առաջարկը ներկայացնեն Միացյալ Նահանգներին։ Իսկ հետո շարունակությունն է ասում Մակրոնը. խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, բայց ոչ պատերազմի ընթացքում Ուկրաինայում կարող են տեղակայվել զսպող ուժեր։ Այս ստորաբաժանումները կտեղակայվեն առաջնագծից հեռու, այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Կիևը կամ Օդեսան։ Մակրոնի խոսքով առաքելությանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի զինվորականներ։ Նրանց խնդիրները կլինեն ուկրաինական զորքերին մարզելը եւ անվտանգությունն ապահովելը, նույնը, ինչպես ՆԱՏՕ-ի երկրներն աջակցում են դաշինքի արևելյան թևում գտնվող պետություններին։ Մակրոնը շեշտել է, որ սա միջկառավարական կոալիցիա է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելություն, եւ որ մոտ 20 երկիր պատրաստ է մասնակցել ցամաքում, ծովում կամ օդում։ Ինչու է հատկապես նշում, որ սա ՆԱՏՕ-ի առաքելություն չէ, որովհետեւ այն դեպքում, երբ որ այդ 20 երկրներից հիմնական մասը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, որպեսզի ցույց տա, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում որևէ բյուրոկրատական քայլով կոնսենսուսի անվան տակ չկարողանան ձախողեն այդ ծրագիրը։ Այսինքն եւ դրա համար այն կամավորները, որ հավաքվում են, 20-ից էլ ավելի երկրներ են։ Այս ուղղակի 20-ը ուղղակի ցանկություն է հայտնել, որ կարող են իրանք զորք տեղակայել։ Եվ այս պարագայում այդ կամավորները ոչ միայն ՆԱՏՕ-ի շրջանակներում կամ Եվրամիության, եւ Ճապոնիա, եւ Ավստրալիա, եւ Կանադա բոլորն էլ սրան մասնակից են, անգամ չեզոք պետություններ։ Այնպես որ սա նշանակում է, որ նպատակը, որպեսի երբևիցե Ռուսաստանի ագրեսիա այլևս
մտածելու հնարավորություն նույնիսկ չառաջանա։ Շատ կարևոր է, որտեղ սրան մենք էլի կանդրադառնանք։ Հայաստանում էլ խաղաղություն զինադադար եղավ Ադրբեջանի հետ։ Կետեր եղան 9 կետերից։ Հարցը նա չի, որ 9-ից 8-ը Ադրբեջանն ու Ռուսաստանը չկատարեցին, 9-րդ կետն էլ Հայաստանը ինչը կատարեր, բայց հարցը ուրիշ է, ոնց որ թե կռիվը Արցախի հետ էր, բայց արդյունքում որևէ երաշխիք Արցախի պատերազմը դադարեցնող Հայաստանը փաստաթուղթ ստորագրելուց հետո սկի անվտանգության երաշխիք Հայաստանը չստացավ, ոչ թե Արցախը, որտեղ ռուս խաղաղապահներ կային։ Եթե երաշխիք ստացած լիներ խաղաղության փաստաթղթից հետո Ադրբեջանը ինչի՞ պետք է Հայաստանի տարածք մտներ, այն էլ ոչ մի անգամ։ Իսկ հիմա նայեք ինչքան են կարևորում այդ երաշխիքները, սա Մակրոնն է, հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքն էլ կասենք։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադերֆուլը հայտարարել է. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ժնևում կայացած բանակցությունները հանգեցրել են վճռական հաջողության մեր եվրոպացի գործընկերների համար։ 28 կետանոց խաղաղության ծրագրից բացառվել են Եվրոպային վերաբերվող դրույթները, այդ թվում Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու արգելքը։ Այսինքն, եթե դրույթը Եվրոպային վերաբերում, դու ո՞նց ես առանց մեզ քննարկում եւ ներկայացնում։ Ուրեմն եթե Ուկրաինան ու Ռուսաստանը ստորագրեցին, մենք էլ պետք է կատարենք, եւ այսինքն այդ դրույթները հանեց Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնվեց հանել։ Սա վճռորոշ հաջողություն է, որին մենք հասանք 3։ Սկզբից պարզ էր, որ առանց եվրոպացիների եւ ուկրաինացիների մասնակցության հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։ Վադերֆուլը նշել է, որ Եվրամիության եւ Ուկրաինայի մտահոգությունները լսվել են ԱՄՆ-ի հետ բանակցություններում, Միացյալ Նահանգները կներգրավի Եվրոպային ցանկացած հնարավոր խաղաղ կարգավորման գործընթացում, որը մեծ հաջողություն է։ Այսինքն հենց սա է, այդքան որ կարևորում ենք, որ մեր ապագան Եվրամիության հետ անդամակցությունն է, Եվրամիության կազմ մտնելն է, որի պարագայում մենք որպես այդ նույն համակեցության կանոններով ապրող, նույն ընտանիքի անդամ երկիր, մեր իրավունքներով ու պարտականություններով, առավել եւս որ տեսնում եք Եվրոպայի անվտանգային խնդիրները ինչպես են լուծում, ինչպես են համախառն ներքին արդյունքի մոտ 5%-ի չափով փորձում են հասնել այդ թվին ռազմական ծախսերը հասցնել եւ ինչպես են անգամ Միացյալ Նահանգների նախագահի այսպիսի կատեգորիկ վերջնագիրը, որը ներկայացրել էր Ուկրաինային, այդ պարագայում անգամ կանգնեցին եւ ասին այսպես լինել չի կարող եւ կանգնեցին Ուկրաինայի թիկունքին, երբ որ մենք խոսում ենք այն մասին, որ Եվրամիության հետ աշխատելու պարագայում զուգահեռաբար նաև կարող ենք լուծել անվտանգային հարցը, հստակ երաշխիքներ ստանանք եւ պարտադիր չի որ դա լինի ՆԱՏՕ-ի տեսքով, բայց պարտադիր է որ մենք դիմենք, որ ցանկանում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, որպեսզի դա ընդունեն որպես հիմք, ասեն սա տարիներ կարող է տևի, իսկան երկար տարիները սպասելու փոխարեն բերեք անվտանգային ուրիշ երաշխիքներ ապահովենք, մինչև ՆԱՏՕ-ի անդամ կդառնանք կամ ավելի ուշ մեկ ուրիշ անվտանգային համակարգ, որը կլինի Եվրամիության կառույցի հետ զուգահեռ կամ կլինի Միացյալ Նահանգների հովանու ներքո, ինչպես օրինակ ասենք Անզյուսը, Ամերիկա, Ավստրալիան, Նոր Զելանդիա։ Այսինքն սա այն է, որ նույնիսկ Ուկրաինայի հետ կապված, ինչպես տեսնում եք, արդյունավետ աշխատում են։ Եվ Եվրոպան չի, եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն բացառում, որ Ուկրաինան այո դեռ ուժի մեջ է նրա հայտը, որ նա դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց միևնույն ժամանակ բավական ճկուն ձևով օգնում են Ուկրաինային, այսինքն որպես միջանկյալ տարբերակ անվտանգային, որը ուղղակիորեն վերաբերվում է նաև մեզ։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը Ժնևյան բանակցությունների արդյունքում 28 կետից դարձել է 19։ Ահա սա եւ ընդամենը մի օրվա բանակցության արդյունքում։ Ահա սա, որ խոսում էր ուլտիմատումի մասին Տրամփի։ Այո, եթե մարդիկ վճռական կանգնում են իրանց պետության շահերի կողքին, կարողանում են անցանկալի կետերը հանեն։ Այո, եթե իր գործընկերները կանգնում են եւ ասում են, «Էս ինչ ես անում», ոնց կարող է սենց լինել, ինչպես տեսնում եք, այդ ամեն ինչը փոխվում է։ Չնայած վերջնական նաեւ դեռ Դոնալդ Տրամփն էլ նայելու է, թե ինչ է արվելու։ Իսկ հիմա նայենք, ինչու համար են այդքան
Անհանգիստ նաև եվրոպական երկրները, իսկ այդ արդյունքում Ռուսաստանը նորից շարունակում է առիթ տալ, որպեսզի Եվրոպան հասկանա, թե ում հետ գործ ունես։ 2025 թվականի նոյեմբերի լույս 25-ի գիշերը, այսինքն այսօրվա գիշերը, Ուկրաինայի վրա գիշերային հարձակման ժամանակ անօրինական կերպով Մոլդովայի ու Ռումինիայի օդային տարածքներ են ներխուժել ռուսական դրոններ, 6-ը Մոլդովա, 2-ը Ռումինիա։ Մոլդովայի իշխանությունների պաշտոնական հաղորդագրության համաձայն անօդաչու սարքերից մեկը բախվել է գյուղի տներից մեկի տանիքին։ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 25-ի առավոտյան Ուկրաինայից Ռումինիայի օդային տարածք են մտել 2 անօդաչու թռչող սարքեր, նշում է, որ օդ են բարձրացել 2 գերմանական Eurofighter ինքնաթիռներ իրավիճակը վերահսկելու համար։ Հիմա նաև ինչ նախնդիրը, որ մենք նայում ենք, չէ, Ռումինիայի հետ կապված, Մոլդովայի հետ կապված, Մոլդովան Եվրամիության ՆԱՏՕ-ի անդամ չի, բայց պարբերաբար նշվում է, որ հենց այս խնդիրը եղավ, օդ բարձրացան գերմանական, օդ բարձրացան ֆրանսիական ինքնաթիռները, Eurofighter Typhoon-ը, որոնք որ պաշտպանում են օդային տարածքները։ Դե երբ որ մենք ամեն անգամ խոսում ենք, որ մեր օդային տարածքը ինչ որ ձևով պաշտպանելու խնդիր որ ունենանք, ում վրա ենք հույսներս տնելու։ Միացյալ Նահանգները մեզ անվտանգության երաշխիքներ չի տվել։ Աշխարհի ամենահզոր պետությունն է, շատ կուզենանք, որ այդ երաշխիքները տա, բայց շատ ավելի արդյունավետ է, որ մենք լինենք համակարգի անդամ։ Իսկ հիմա նայենք, որ ասում էի երաշխիքների մասին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախագահության քննարկումների ֆոնին ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի ամենակարևոր տարրերից մեկը պետք է լինի երաշխիքը, որ Ռուսաստանը ապագայում չի հարձակվի Ուկրաինայի վրա։ Վերջնական նպատակը եւ Դոնալդ Թրամփը դրա վրա աշխատում է փետրվարից ի վեր։ Ինքնիշխան Ուկրաինան է եւ ուժեղ ազգը, որի վրա Ռուսաստանը երբեք չի համարձակվի կրկին հարձակվել։ Ահա թե ինչի ենք մենք ձգտում։ Հիշում եք, երբ որ Հայաստանի վրա հարձակվեցին եւ մեր իշխանություններն ասում էին, դիմեցին եւ Ռուսաստանին, դիմեցին եւ ՀԱՊԿ-ին, մեկ էլ պարզվեց, որ ասին այդ տարածքը սկի դեմարկացիա, դելիմիտացիա արած չի։ Մենք սկի չգիտենք, դա ձերն է, ձերը չի, կարող է վիճելի տարածք է։ Այսինքն նույնիսկ Հայաստանի տարածքի հետ կապված որևէ երաշխիք չունենք, ու գիտեք վատը որն է, որ Ադրբեջանը գիտեր, որ մենք չունենք, մենք չգիտեինք, որ չունենք, հենց գիտեինք, հույս ունենք Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի վրա, իսկ Ադրբեջանը գիտեր, որ մենք չունենք այդ երաշխիքը, դրա համար շատ հանգիստ հարձակվեց, հաստատ իմանալով, որ պատասխան չի ստանալու։ Այս է շատ ցավալի։ Ինչպես տեսնում եք, ինչքան է կարևորում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Լավ, պատերազմը դադարեցրեցինք։ Ոնց որ մեզ ասում են, լավ, մի ձևով պատերազմը կանգնեցնենք, վերջ հետո տեսնենք ինչ ենք անում։ Տեսանք ինչ ենք անում, որ այդ ագրեսիան շարունակվեց։ Տեսակ ինչ ենք անում, որ կանգնում ասում են, թե գյուղերը չտանք, Ադրբեջանը կմտնի ավելի շատ կվերցնի։ Կամ էլ թե չէ, եթե Սյունիքի ճանապարհը հանկարծ արագ-արագ չառաջարկեինք Ռուսաստանին, Չինաստանին, Ամերիկային, Ադրբեջանը զորքով կմտներ, կվերցներ։ Էս է բաղով էր այդ երաշխիքը մեզ տվել։ Ոչ արևմուտքը, որտեղ մենք դեռ ՀԱՊԿ-ի անդամ ենք, Ռուսաստանի հետ էլ մեծ պայմանագիր ունենք, ոչ էլ Ռուսաստանը, որը ընդհանրապես այդ հարցում մեզ չէր օգնելու։ Այսինքն էս է մենք որ խոսում ենք, տեսեք ինչքան են կարևորում դա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ահա թե ինչի ենք մենք ձգտում։ Կարևոր է, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի կնքումից հետո նա երբեք այլևս չփորձի հարձակվել, եւ նա դա չի անի, եթե գիտի, որ հետևանքները կործանարար կլինեն, եթե նա փորձի կրկին ներխուժել Ուկրաինա երկարատև հրադադարից հետո կամ խաղաղության համաձայնագրից հետո։ Մենք պետք է համոզվենք, որ Պուտինը հասկանում է, որ այլևս երբեք չի կարող դա անել, ընդգծել է Ռյուտեն։ Այսինքն ինքը ընդհանրապես բացառում է, որ ուկրաինական բանակը չի կարող, ասենք, իր ուզած չափի լնել, կամ ուկրաինական բանակը չպետք է զինվի, որտեղ բաղով է կործանարար հարված հասցնելու Ռուսաստանին։ Հասկացանք, խաղաղապահ ուժեր կտանեք, կտեղակայեք, այսինքն որի պարագայում Ռուսաստանը պետք է իմանա, որ ՆԱՏՕ-ի դեմ է դուրս գալի, կամ էլ թե չէ Ուկրաինային աջակից պետությունների դեմ։ Սա է երաշխիք տալու ձևը։
ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, որը վերջերս այցելել էր Կիև, այժմ գտնվում է Աբու Դաբիում, որտեղ բանակցություններ է վարում ռուս պաշտոնյաների հետ։ Այդ բանակցությունները մի երկու փուլով է անցել, դեռ process-ը ավարտված չի, բայց դեռ արդյունքների մասին էլ ոչինչ չեն տարածել, ընդամենը միջանկյալ հանդիպումների փաստի մասին են խոսում, ի վերջո ցանկանում են Ռուսաստանի հետ էլ համաձայնացնեն այն կետերը, որը Ուկրաինայի հետ նախնական համաձայնացրել են, որպեսզի իմանան կգան ինչ-որ մի հատ հանգուցալուծման։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ շատ լավ դիրքում ենք, իհարկե մենք պետք է համոզվենք, որ այս բոլոր կետերը համաձայնեցված են, եւ իհարկե մենք պետք է հասնենք նրան, որ այս պատերազմում մյուս կողմը Ռուսաստանը նույնպես համաձայնվի դրանց հետ», ասել է Լևիթը։ Իհարկե պարզ է, որ Ռուսաստանը պետք է համաձայնվի, որ զինադադար լինի, բայց Ռուսաստանն էլ դեռ խնդիրներ է պատկերացնում, չնայած վիճակը շատ վատ է ու դա ակնհայտ երևում է, ձմեռվա բերանին նայում ենք իր ինչ հարվածներ է հասցնում Ուկրաինան եւ իրանք ինչ խնդիրներ են ունենալու, միտեղ հոսանք չկա, միտեղ ջեռուցում չկա, նավթավերամշակման գործարանները շարքից անում են, միտեղ բենզին չկա, արդեն տարբեր բնակավայրերից խոսում են, որ կտրոնային համակարգ են մտցրել սննդամթերքի, որտեղ այլևս չեն կարողանում մատակարարում ապահովել։ Դա այսօր մի տեղ է, վաղը կարող է մի քանի տեղ լինի, որտեղ արդեն չեն կարողանում այդ խնդիրը լուծել։ Ամբողջը դրել են պատերազմի վրա, որ ասեն այդ տեսեք, առաջ են գնում, շուտ համաձայնվեք, թե չէ ավելի շատ առաջ կգնան։ Իրականում բոլորն էլ հասկանում են, որ այդ առաջ գնալը ինչ գնով է լինում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է. ԱՄՆ դադարեցրել է Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի որոշմամբ։ Նախագահ Տրամփը դադարեցրել է այս պատերազմի ֆինանսավորումը, սակայն Միացյալ Նահանգները նախկինի պես մեծ քանակությամբ զենք է ուղարկում կամ վաճառում ՆԱՏՕ-ին։ Դե արդեն ասել է Դոնալդ Տրամփը, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները գնում են Իրանից, տալիս են Ուկրաինային, հետո էլ ասեն գլուխը գովում էր, որ տեսեք մենք վաճառում ենք, օգուտ ենք ստանում այդ պատերազմի հարցում։ Այնուամենայնիվ Լևիթը շարունակում է. «Մենք չենք կարող դա անել անընդհատ եւ նախագահը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի»։ Իհարկե Դոնալդ Տրամփը գիտեք, որ ինչքան է կարևորում հիմա Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, մի մոմենտ նրան Չինաստանին թիվ 1 թշնամի էր համարում, ասում էր Եվրոպայում անելիք չունենք, որպեսզի կարողանանք Չինաստանի դեմ պայքարենք, ամենավերջի վիրավորական բաներն ասում էր կոմունիստական Չինաստանին, իսկ վերջի շրջանում արդեն հասկացա, որ ինչքան էլ Չինաստանը իր համար անցանկալի պետություն ունի, այս պահին ավելի լավ է, թեկուզ անհուսալի այդ գործընկերոջ հետ կարողանալ ինչ-որ հարցեր է կարգավորել, ժամանակ շահել, մինչև տեսնել մնացած հարցերն ինչ անում։ Ու հիմա արդեն հետևողականորեն Սի Ցզինպինի հետ հարաբերությունները կարևորում է Դոնալդ Տրամփը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Տրամփը գրել է. «Նախագահ Սին ապրիլին ինձ հրավիրեց Պեկին, ընդունեցի հրավերը եւ նրան պետական այցով հրավիրեցի ԱՄՆ։ Կարևորեցինք կանոնավոր շփումը։ Զրույցի ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու ԱՄՆ ծրագիրը։ Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Չինաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերին»։ Իհարկե Սպիտակ տունը ծանր է տանում, որ մեղադրում են, որ Ռուսաստանի պրոյեկտն է հիմա Ամերիկան ներկայացնում։ Սպիտակ տունն արձագանքել է քննադատությանը, այդ թվում հանրապետական կուսակցության կողմից, այսինքն Դոնալդ Տրամփի կուսակցության կողմից, կապված այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ջանքերում։ Այդ գաղափարը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները հավասարապես չի գործակցում երկու կողմերի հետ այս պատերազմում այն ավարտելու համար, բացարձակ մոլորություն է, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Հիմա հասկանանք, որ դա մոլորություն է ու Միացյալ Նահանգների քաղաքական էլիտայի մեծ մասը ուղղակի մոլորված են, ամբողջ աշխարհում բոլորը, մենք բոլորս էլ մոլորված ենք, որովհետև չենք կարծում ենք, որ իբր թե Ռուսաստանի պահանջն է Դոնալդ Տրամփը ներկայացրել Ուկրաինային։ Իսկ հիմա հասկանանք Ռուսաստանից ինչ է հնչում, որ ըստ այնում հասկանանք, դա այդպես է, թե այդպես չի։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի,
Այդ ոնց եղավ։ Մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական եւ Մոսկվային չհամապատասխանող։ Բայց սա ենք ասում էլի, որ ամերիկյան ծրագիրը ընդունելի է իրանց համար։ Իրանց գրած տվածն է, բա ինչ է պետք է ընդունելի չլներ։ Մենք ցանոթ էինք մեկ տարբերակին, որը Ալյասկայում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված փոխըմբռնումների հունով է ընթանում եւ հետաբավաբար այդ ծրագրի շատ դրույթներ չի ասի բոլորը, բայց շատերը մեզ համար լիովին ընդունելի են թվում։ Այսինքն ուզում ասի օգոստոսի 15-ին Ալյասկայում Անկորիջում պայմանավորվածություն այն ինչ որ կար, որ ներկայացրել էր Պուտինը, որ այս պետք է արվի, այս պետք է արվի, այս պետք է արվի, դա ստացել է փաստաթղթի տեսք, որը ներկայացել են Դոնալդ Տրամպի անունից Ուկրաինային։ Բայց դրա համար մարդիկ չեն հավատում, որ դա պատրաստված է Միացյալ Նահանգների Սպիտակ տանը, որովհետև մարդիկ ակնհայտ հասկանում են Սպիտակ տանը այդ ամեն ինչը պատրաստում է Եվրոպային է շրջանցում, Ուկրաինային է շրջանցում, ինքը մենակ վերցնում ներկայացնում է, արդյունքում Պարզա չէ ինչի համար, որովհետև ինքը գիտեր, որ դրա տակ ինչ կա, բայց հիմա այդ ամեն ինչը բացահայտվում է, չէ, ու այդ ամեն ինչի պահանջը ներկայացնում է նաև Միացյալ Նահանգների քաղաքական էլիտան։ Եվ շարունակությունը նայենք, ու դա մենակ Ուշակովի ասածը չի։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով ներկայում միակ հստակ փաստը ամերիկյան նախագիծն է, Թրամփի նախագիծը։ Մենք կարծում ենք, որ դա կարող է լինել շատ լավ հիմք բանակցությունների համար, եւ մեր նախագահն էլ այդ մասին խոսել է։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք այդ տեսակետին։ Այս ծրագիրը մշակվել է մասամբ Անկորիջում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, եւ այն մեծ մասամբ համապատասխանում է Անկորիջի ոգուն։ Այսինքն այն ինչ որ մենք ներկայացրել ենք Տրամփին Ալյասկայում, մեծ մասամբ Տրամփի ներկայացրածը բխում է նրա ոգու, բայց այդ ենք ասում էլի։ Այդ ենք ասում մենք, այդ են ասում Միացյալ Նահանգների համապատասխան պատգամավորները եւ տարբեր մարդիկ։ Շարունակությունը նայենք նույն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Դոնալդ Տրամփի ծրագրում նշված մի քանի ձևակերպումներ պարզաբանման կարիք ունեն։ Նրանք, ովքեր փորձում են կազմակերպել Ուկրաինայի հարցով աղմուկը, ցանկանում են խաթարել Տրամփի ջանքերը եւ վերաիմաստավորել այն իրենց ձևով։ Արևմուտքը մշտապես խափանել է Ուկրաինայում ձեռք բերված առաջընթացը, ասել է Լավրովը։ Հիմա պարզ չի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագիծը ում նախաձեռնությունն է։ Ավելի պարզ մարդիկ ոնց ասեն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Եվրոպան ձախողվել է բոլոր առումներով։ Դուք ունեցել եք ձեր հնարավորությունները, բայց դուք կորցրիք դրանք եւ չօգտվեցիք դրանցից, նշել է Լավրովը։ Այսինքն Այն որ իրանք չեն ցանկանում, որ Եվրոպան մասնակից լինի այդ ամեն ինչին, տեսնում եք ինչ ժեստեր են անում Տրամփին, տեսնում եք ինչեր են ասում, այո, իր ծրագիրը նորմալ է, այս վերջի ամբողջ ամիսների ընթացքում ասում են Եվրոպան ճնշում է Տրամփին, ճնշում է ուզում է այսպես անի, դե Տրամփն էլ ասենք բան էլի, տես բաների ծինադի անգնում, ոնց թե ին վրա ճնշում են, ով կարա ին վրա ճնշի, հավեսի անգնում մի անգամից ու մեկ էլ տեսնում եք, տես փաստաթուղթ անում, որից հետո մի օր անում է, հաջորդ օրը կետերի 9 կետը դուրս է գալիս, լամանացնել չգիտենք կյանքի կոչվի թե չէ։ Իսկ հիմա շարունակում է փոխհարաձգությունը Ռուսաստան, Արևմուտք։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Եվրամիության երկրները պետք է վերադարձնեն Ռուսաստանի ակտիվները, եթե չեն ցանկանում, որ իրենց պիտակավորեն որպես եվրագողեր։ Միայն Ռուսաստանն իրավունք ունի որոշելու, թե ինչ կլինի ռուսական ակտիվների հետ, եւ նրանք, ովքեր անօրինական կերպով տիրապետում են Ռուսաստանի միջոցներին, պետք է վերադարձնեն դրանք, եթե չեն ցանկանում, որ իրենց հանցագործության համար ենթարկվեն ամենախիստ պատժի, նշել է Զախարովան։ Իսկ հիմա մեկ հարց։ Բա Տրամփի ներկայացրած առաջարկության մեջ գրած էր, որ այդ գումարները կանցնի Ամերիկայի վերահսկողության տակ եւ որոշակի աշխատանքներ կկատարեն, դրանից է Ռուսաստանն էլ օգուտ կստանա Ամերիկան էլ։ Բայց չասեցիք, որ այդ փողերը մերն է, այս խեք տալիս Ամերիկայի տնօրենության տակ։ Բա ասեիք։ Ունետ չի, որ ասեք պաշտոնական այդ թուղթը չէինք ստացել։ Պաշտոնականը որն է, հրապարակվել էր, ասում ես մեր առաջարկներն է։ Այդ առաջարկում եթե մի բան դժգոհում էիք, կանգնեիք հակադարձեիք։ Կարելի է կարծել, որ հիմա խոսում են դրա մասին, որ չի կարելի տալ Ամերիկայի վերահսկողության տակ
Այդ նույնն էլ է հայտարարություն, ինչ տարբերություն, որ դրան անմիջապես արձագանքում եք, այսինքն նույնիսկ այդ փողերի ապասառեցումը դա էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ռուսաստանը ներկայացրել, դրա համար Եվրոպան դեմ ա եղել, հիմա սրանք էլ հիստերիայի մեջ են եվրագողեր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հենց դրա մասին է ասել, որ այդ սենց հիստերիայի մեջ են եկել։ Եվրամիություն սառեցված ռուսական ակտիվները տնօրենուն իրավունքը պատկանում է Եվրոպային, ակտիվները Եվրոպայում են, ուստի եվրոպացիներն են, որ պետք է որոշեն։ Այսինքն սա Տրամպին է պատասխանում, որ այն գումարները, որը սառեցված է Եվրոպայում, մենք կորոշենք, ոնց տնօրինենք։ Դա չի անցնելու Ամերիկայի տիրապետության տակ։ Մակրոնի խոսքով Եվրոպան պետք է քննարկի, թե ինչ անել այդ ակտիվների հետ եւ ինչպես ապահովել եվրոպացիների անվտանգությունը։ Այս քննարկումներից հետո մենք բոլորս միասին պետք է Ռուսաստանին պատմենք այս մասին, ասել է Մակրոնը։ Իսկ հիմա նայենք այս Ռուսաստանը, որը պատերազմի մեջ է, միլիոնից ավել զոհեր, մի այդքան էլ հաշմանդամներ, որ խոսում ենք նրա մասին, որ վարձկաններին տարել մտցրել է, մարդկանց սոցիալական այնպիսի խայտառակ վիճակի առաջ կանգնեցրել, որ մարդիկ պատրաստ են գնան մարդ սպանել, բարձր աշխատավարձ ստանալ, կամ իրանք մեռնեն տնեցիկ աշխատավարձ ստանան, միանավակ գումար ստանան, այս պետության հետ կապված, այս պետության գործնականում երկրորդ դեմքը մի հատ կարծիք է հայտնում, էլի։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է. հաջողակ մարդ պետք է համարվի նա, ով ունի լավ, համերաշտ, մեծ, ամուր ընտանիք։ Երեխաներ ունենալը պետք է նորաձև լինի։ Այ մարդ, այդ նորաձևը թողեք, էլի։ Այդ բառը մի քիչ ուրիշ իմաստ ունի, էլի։ Երեխա ունենալը նորաձև պետք է լինի։ Չափահաս դառնալուց հետո հնարավորինս շուտ երեխաներ ունենալը պետք է նորմ դառնա, այլ ոչ թե ինչպես հիմա մեզ մոտ է 28-29 տարեկանում։ Պետք չէ ամեն ինչ հետաձգել։ Հետոն կարող է եւ չլինել, բժշկական եւ այլ ցուցանիշներով։ Ահա Վլադիմիր Վլադիմիրովիչի թևավոր խոսքը անկեղծորեն այն այդպես եմ անվանում։ Հայրությունն ու մայրությունը երեխաները երջանկություն են եւ պետք չէ այդ երջանկությունը հետաձգել, ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Մատվիենկոն։ Հիմա հարցը թե ինչն է, այդ որ հիմա էլ արդեն մտածում են, որ շուտ ամուսնանան, շուտ երեխա ունենան, ինչի, բայց այդ երեխաների կյանքի որակի մասին մտածել եք, Վլադիմիր Պուտինը կանգնում ասում մեզ սենց շարժում է պետք, էլի սենց պատրոնները սենց գնան գան, իր համար թարմություն է միլիոնից ավել զոհերը, ինքը թարմանում է դրանից, աշխուժանում է, ու դուք եք խոսում երեխաների մասին, դուք, որ պատերազմից ով որ դժգոհ էր թողել է Ռուսաստանից դուրս է եկել, մի մասին տարել կոտորել եք, դեռ ծայրը չի երևում պատերազմի, դեռ ուզում են դադարեցնել, դուք եք խոսում, վեներական հիվանդությունների տոկոսով Աֆրիկային տվել անցել եք, դուք ցուցանիշները չեք նայում, դուք չեք նայում բաժանությունները, դուք չեք նայում ինչ հակատարում ձեր երկրում, որ կինը ամուսնացավ, երեխաներ ունեցավ, այդ երեխաներից եք խոսում։ Մի կարճ ժամանակ հետո բաժանվեցին տարբեր պատճառներով։ Եվ նա կոչվում է ասում են կինը սպրիցեպը, այսինքն կցորթիչով էլի տենց, կցորթով։ Երեխայի մասին են է խոսում, որ այսինքն եթե դու ցանկանում ես այդ կնոջ հետ քնես, պետք է այդ երեխանը քեզ պապա ասի։ Այդ դուք եք խոսում ազգային արժեքներից։ Ուզում եք մի հատ ԴՆԹ անալիզ հանձնենք Ռուսաստանում, փորձնական մի հատ տեսնենք, քանի երեխա է, որ իր կյանքի ընթացքում քանի մարդու է պապա ասում։ Այսինքն քանի մարդ, որ իր մոր հետ քնում է։ Իսկ մենք թող պարզենք քանի տոկոսն է իսկապես իր ընտանիքում ապրում, իր հայրը գենետիկ իր հայրն է։ Այդ դուք եք արժեքներից խոսում, տանելով այդ երեխեքին կոտորելով։ Շուտ ամուսնացեք, որ հանկարծ չխմեք մեռնեք։ Ասում առողջական տարբեր խնդիրներով։ Պետության մասին մտածողը ոչ թե կասի դուք գնացեք շուտ երեխա ունեցեք եւ որ այդ երեխին արագ տանենք պատերազմ կոտորենք։ Այլ պետք է մտածես այնպիսի պետություն ստեղծես, որը ցանկանան այդ ժողովուրդը կարողանա այդտեղ ապրի, աշխատի, արարի։ Բա որն է պատճառը, քանի անգամ եմ այդ օրինակը բերել, որ այս տարածքը եթե վերցնենք, պրոյեկտենք ցարական Ռուսաստանի տարածքի այդ մասի վրա, որտեղ ցարական Ռուսաստանը մի քիչ այլ չափերի էր, զուտ այսքանը վերցնենք դնենք։
Ցարական Ռուսաստանից մինչև հիմա բնակչությունը չի աճել։ Այդքան օգտակար հանածո ունեք, 17.2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ունեք, գետեր ունեք, տայգա ունեք, տունդրա ունեք, սևահող ունեք, ինչ չունեք, բա ինչի չեն ձեր մոտ ապրում։ Ձեր ազգը ինչի ձեր մեջ չի ապրում։ Հույսները դելեք, խոպանչիները կգան ձեր կանանոց հետ կքնեն։ Այդ ձևի եք ուզում երեխա ունենաք, որ ինչ անեք։ Եվ այս խելքի էլ մեզ էլ օրինակ են ծառայում, էլի մենք մեր արժեքները տարածենք, ինչ արժեք տարածեք։ Սա շատ կարևոր է նաև մեզ համար, որ մենք իմանանք, որ այս մարդիկ արդեն հասկանում են, որ դեմոգրաֆիական աղետի առաջ է կանգնել Ռուսաստանը, իրանք այդ թվերը նայում են, սարսափում են։ Մարդ չեն կարողանում գտնեն, որ տանեն սպանեն։ Չկա, էլ մեռնող չկա։ Դուք պատկերացնում եք մի մարդ, որ ընդհանրապես ոչ մի բանի ընդունակ չի, պայմանագիր ակնքել գնա, նայել գնալու է կռվի, հա։ Տանելու եք, գցելու եք, ինչպես ասում են, թնդանոթի միս։ Դրա համար եք ուզում երեխա ունենաք։ Ամեն երեխան մի տան ճրակ է։ Այդ պահել են այդ երեխեքը, որ տանեք կոտորեք, հա։ Հիմա էլ ասում եք երեխեն բանա, նորաձև է։ Շատ երեխեք ունեցեք, շուտ ունեցեք, որ մենք իմանանք ինչ ենք անելու, թե չէ սենց չի լինում, էլի չի ստացվում։ Արդեն այդ է հույսներդ մնացել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. Եվրատլանտյան տարածքի ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է պաշտոնապես հայտարարել այդ մասին, որից հետո սկսվում է համապատասխան ընթացակարգ, սակայն ես միամիտ չեմ Վրաստանում տեղի ունեցողի հարցում։ Մենք չափազանց մտահոգված ենք, եւ սա հստակեցրել ենք վրացական կողմին։ Մենք համագործակցում ենք Վրաստանի հետ եւ հիմա դա կարեւոր է նաեւ նրանով, որ դրա միջոցով կարողանում ենք նրանց հասցնել մեր մտահոգությունները, նշել է Ռյուտեն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն Հարավային Կովկասի տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Վրաստանում լարվածության ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելի լավ են թվում շնորհիվ նախագահ Թրամփի, ընդգծել է Ռյուտեն։ Եվ դեռ 20 տարուց ավել, որ խոսում ենք, որ հարավկովկասյան 3 երկրները լինեն նույն ռազմաքաղաքական տնտեսական տիրույթում, բաժանարար գծեր չլինեն հարավային Կովկասում, սրա մասին էինք ասում։ Եթե ՆԱՏՕ-ն իր հետաքրքրությունն ունի, եթե մենք էլ այդ հետաքրքրությունն ունենանք, անվտանգության խնդիրները կլուծվի ինքնըստինքյան, այլևս մեկը մեկի նկատմամբ ինչպիսի պրետենզիա էլ ունենա, պատերազմի չի հանգեցնի, որտեղ նույնիսկ եթե Հունաստանին պարբերաբար Թուրքիան հոխորտում այրքն ՆԱՏՕ-ի անդամ են, այնուամենայնիվ դա պատերազմի չի հանգեցնում, ինչ որ առիթով համաձայնության են գալիս։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք ինչ է կատարում, ի վերջո գլոբալ առումով, այո, պետք է մտածենք, որ Վրաստանը, որը դեռ 2008 թվականի հունվարի 5-ին հանրաքվեի միջոցով ժողովրդի 77%-ը ասեց, որ ցանկանում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, տեսեք ինչ խայտառակ քայլեր արեցին դրանից հետո, այսքան տարի հետո, որի արդյունքում հիմա իրանք խաղից դուրս են մնում։ Իսկ մենք գիտենք, որ եւ հետխորհրդային պետությունները եւ Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները, ովքեր դարձել են Եվրամիության անդամ, նախ դարձել են ՆԱՏՕ-ի, նոր դարձել են Եվրամիության։ Այսինքն Վրաստանը, որ մինչև 2030 թվական հայտը ուներ, որ դառնար ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիության անդամ, ավտոմատ կերպով նաև ՆԱՏՕ-ի հարցը պետք է լուծվեր, որ դառնար նաև Եվրամիության անդամ։ Խաչքաչեց երկուսի վրա էլ։ Սա նրա համար է նաև, որ եթե մեր իշխանություններն էլ խաղեր տան, արդյունքում մի օր մենք ենք սրա առաջ փաստի առաջ կանգնելու։ Չենք կարող մենք ասել վիզաները ազատականացրեք Եվրոպայի հետ եւ Ռուսաստանի զինյալների ահաբեկիչներին բերենք ազատ լցնենք Հայաստան, ստեից էլ ազատ մտնեն Եվրոպա։ Չեք կարող հասկանալ, որ մի օր էլ ասելու են, սա չենք անելու, բանակցելու են, անելու են, քննարկելու են, գալու է վերջի փուլը չեն անելու։ Քանի դու այդքան ազատ ես Ռուսաստանի հետ, քանի այդքան ազատ ես ու այդ վտանգը չես գնահատում, ինչա կատարվում։ Իսկ մեր մոտ դե ընդհանրապես այս ընթացքում ինչ վտանգ են գնահատում, որ այսօր որ նայում էր Նիկոլ Փաշինյանը ուղղակի հեծի հետ կապված կանչել էր
ժամանակավոր կառավարիչի հետը քննարկում էր, ասում դե հա հեծը դեպի պետականացնենք, բայց հետո իմանանք ինչ ենք անելու, ոնց ենք ներդրող բերելու, այսքան ամիս անցել է, ի սկզբանե ասել են, որ խլելու ենք, բայց հիմա չեն կարողանում տակը թուղթ տնեն, թե ոնց խլեն, ու շտումիկները դա է, խլենք, մի բան խլենք, թուղթ գտեք, ձևակերպում դնեք, Հայաստանին եք հարված հասցնում, Հայաստանի հեղինակությանն եք հարված հասցնում, որտեղ մարդիկ տեսնում են, չեք կարողանում հիմնավորել, մի հատ հիմնավորում եք, բերում պարզում է ապատեղեկատվությունն է, մի ուրիշ բան եք անում, սա մեր պետությանն է հարված, եւ առավել եւս այս ամեն ինչը քաղաքականացվելու առումով տեսնում ենք Ուկրաինայի պատերազմի հետ կապված ինչ է, իսկ մեր օրակարգը Ռուսաստանի օրակարգն է դարձել, մեր օրակարգը Ռուսաստանի շահերը սպասարկելն է դարձել, լա հիմա դուք պատկերացնում եք, որ այս պատերազմի հետ կապված իրավիճակը ինչ-ինչ զարգացումներ ունենա, դա ոնց է քաղաքական առումով մտնելու Հայաստան, էլ չեմ ասում, որ ասեցի, որ նաև ահաբեկիչները կարող են առիթ օգտագործել Հայաստան մտնելու, իսկ մենք պետք է հասկանանք, չէ՞ ինչ ենք անում, մեր բալանսավորված քաղաքականությունը որն է, երբ որ ամեն անգամ ասում ենք սրա մասին, մարդիկ մտածում են, դե լավ, դե հասկացել ենք ինչի մասին է խոսքը, չեք տեսնում, որ թրիփը ինչ կարևոր ճանապարհ է, վերջապես տեսեք Փաշինյանն արեց, բաց մեկ արևմուտքի հետ լավ չի աշխատում, մեկ անգամ եւս բացատրեմ հարգելիներս, ամբողջ աշխարհը գիտի, որ Տրամպը ցանկանում է այդ թրիփը կառուցվի, մի նպատակով, որ Չինաստանից, Հնդկաստանից, Կենտրոնական Ասիայի երկրները կտրի Ռուսաստանից, որպեսզի նրանք շրջանցեն Ռուսաստանի ճանապարհը, կա մեկը, որ այդ մասին չգիտի, բոլորը գիտեն, չէ, որ նպատակը դա է, թե չէ բեռները ուրիշ տեղով չի գնում, ուրիշ տեղ, կարելի է կարծել, որ այդ ճանապարհը Հայաստանով չանցնի վերջ, հա, էլ չի անցնում այդ բեռները, բայց բոլորն ասում են, այո, շատ կարևոր է այս ճանապարհը, որովհետև անցնում է Հայաստանով, դա նշանակում է կտրում ենք Ռուսաստանին այս գծից։ Հիմա մենք շատ ու շատի լսում ենք։ Նպատակը դա է։ Մեկ էլ լսում ենք Նիկոլ Փաշինյանին, որը ասում է. այս ճանապարհը, որը որ մենք կառուցում ենք, շատ օգտակար է նաև Ռուսաստանի համար, եւ Ռուսաստանն էլ գիտի, որ ինքը դրանից օգտվելու է։ Հետո այս վերջերս այդ ծորենի առիթով էլ ասեց, որ տեսակ արդեն արդյունք տվեց, օգոստոսի 8-ին ստորագրելուց հետո 3 ամիս հետո մենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցում ենք, որովհետև ճանապարհը բացվել է, Տրամպը օգնել է Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցել։ Ժողովուրդ, ես ճիշտ եմ հասկանում։ Այսինքն ամբողջ աշխարհը ուզում է Ռուսաստանին մեկուսացնի այդ ճանապարհով, Նիկոլ Փաշինյանը այդ ճանապարհով ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի սերտացնի, խոսքը նույն ճանապարհի մասին է, ես ճիշտ եմ լսել։ Մեկ էլ տենում են, որ մի քիչ լուրջ չէ, էլի պատկերացրեք, մի հատ գնաց կա գալի 50 վագոն։ 50 վագոն գալիս է, որը Ռուսաստանի մեկուսացնում է, բայց 25-րդ վագոնը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունը լավացնում է, որտեղ դա Հայաստանի պատվիրած վագոնն է։ Դուք սա համարում եք լուրջ, բա որ չենք հավատում, դրա համար չենք հավատում, որ ասում ենք խորքերը չեք նայում, թե ինչ է կատարվում։ Հիմա դուք պատկերացրեք, մարդիկ էլ ասում են, դե լավ էլի, ինքը ասում է, որ սա Ռուսաստանի շահերից էլ է բխում, բայց տակից իր գործն անում է, էլի, Ռուսաստանի դեմ որ պոկի։ Այսինքն դուք ուզում եք ասեք Նիկոլ Փաշինյանը մի բան ասում է, տակից ուրիշ բան անում, ու այդ տակից արածը դուք Հերվաշեն գյուղում հարգելի նիկոլականներ, իմացաք այդ մասին, բայց մնացած ոչ մեկը չիմացավ, որ Նիկոլ Փաշինյանը տակից խաղեր է տալի։ Հա? Այսինքն դուք ուզում եք ասեք ինքը մի բան ասում է, տակից ուրիշ բան է անում։ Իսկ դուք վստահ եք, որ ինքը տակից են ինչ որ անում է, բխում է Հայաստանի շահերից։ Ինքը կանգնում է, ներկայացնում է մի բան, ասում է, սա բխում է Հայաստանի շահերից։ Տակից ուրիշ բան է անում։ Այսինքն համ վրից է Հայաստանի շահերից բխում, համ տակից, ժողովուրդ ջան։ Լուրջ։ Գոնե Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար պետք է մի հատ ուժերը հաշվարկել, էլի, որտեղ ինքը օրական 100 հատ բան է ասում։
ինքը նախ մի բան գցում է, հետո է սկսում մտածել։ Արձագանքները ստուգում է, կամաց ինքը վերանայում այն ինչ որ ասել է։ Այդ ընթացքում, երբ որ ինքը մի հատ անտրամաբանական բան է ասում, սկսում եք ասել Փաշինյանի գլխին մեռնեմ, ոտին մեռնեմ, բոյին մեռնեմ, չգիտես կոշիկներին մեռնեմ, հանգստացեք, ժողովուրդ, այդ մարդը ուզում է իմանա, որ ապուշություն է ասել, ուզում է այդ ապուշությունը ուղի, դրա համար լուրջ մարդկանց քննադատության միջոցով ինքը կարող է նաև հասկանալ։ Դուք չեք տեսել ինքը ինչ արագ է փոխում իր կարծիքները։ Որովհետև հասկանում է, որ ինչ է արել, հետո հենց հասկանում է փոխում է։ Նա ձեզ լսի, որ ինչ անի։ Դուք ինչ եք ասում, որ ձեզ լսի։ Ասում եք, ես ինչ լավ բան արել։ Ինքը չգիտի, որ ինքը լավ բան չի արել։ Ինքը ընդհանրապես ուզում է ճշտի, շատ վատ է, որ ինքը քայլն անում է, նոր է մտածում։ Քայլն անում է, բաց է թողում այդ քայլը, նոր արձագանքները ստուգում է, նոր է քայլ անում։ Բայց այդ արձագանքները փոխանակ լսի, գովեստի խոսքեր է լսում, ինքն է, բան չա ձեր մասին այդ կարծիքին, որ անգրագետ եք։ Որտեւ ինքը տեսնում է, որ անկապ բան արել, դուք դրել եք կողմ եք։ Ջղայնանում է այդ մարդը ասում է, լա թողեք հասկանանք, ես ինչ ենք արել։ Բան չէ այդ կարծիքին, ինչի է ինքը հատկապես, չէ որ հասարակության ինքը համարում է մեծամասնություն իրան ձայնա տվել։ Ու ակայանում ասում է անգրագետ եք, դրա մալ վատ եք ապրում։ Ումի նկատի ունի։ Իրան ընտրողների մասին չի խոսքը։ Բան չէ այդ կարծիքին։ Որտեղ մի հատ հոդաբաց միտք չի լսում ձեզանից։ Սա ենք ասում։ Բայց տեսեք ինչա մեզ սպասվում, տեսեք ինչ խնդիրներ ա մեզ սպասվում։ Աշխարհում տեսեք ինչ է կատարվում, Հայաստանի քննարկած թեմաները նայեք ինչա։ Ուշնումիտները 3 օրվա մեջ մի օր գնանք եկեղեցի մի հատ կեղծ պատարակ սարքենք, մասնակցենք, մի օր գնանք լողի մրցումներին մեդալներ բաժանենք, մի օր կանչենք ախովիշ անենք, ասենք բա ոնց պետք է ապացուցենք, որ այս հեծը ճիշտ ենք վերցրել, հայրենասիրական բան ենք արել։ Այս խախտումը սենց մյուսը սենց, այս քանի ամիս է ձեզ պետք կարողանայիք հիմնավորում գտնեիք։ Այսքան ընթացքում մարդիկ արդեն Մարս մոլորակի վրա ջուր կգտնեին։ Արդեն կսկսեին այնտեղ բուսականությունը կաճեր։ Չեք կարող բան, թղթերը ձեռները տա, չեք կարողանում հիմնավորում գտնեք։ Որ ապա տեղեկատվություն եք տարածում խայտարակը լինում։ Սա է ժողովուրդ ջան, բայց սա պետությանն է հարված է, ու այս խելքով էլ ընտրության եք գնալու։ Երկրին ավելի մեծ հարված հասցնելով։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։